Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտում արձադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու ԱՖԵԼ-ի ձմեռային գավաթի Winter Cup-ի առաջին տուրի Arsenal Real Madrid հանդիպման ընթացքին ֆուտբոլիստները արդեն դուրս են եկել խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար։ Քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը կլսվի մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սուլիչը։ Այո, բավականին սպասված մրցաշար, որին սպասում էին բոլորը անհամբերությամբ։ Եվ արդեն երեք մեկնարկեց ԱՖԵԼ-ի ձմեռային գավաթը։ Առաջին տուրն է ընթանում Arsenal Real Madrid։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար։ Հանդիպումը մեկնարկում է բարեկամներ գնդակով Arsenal-ի ֆուտբոլիստներն են։ Այս վայն եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Arsenal-ից համար 1 Սերգեյ Գալստյան, համար 4 Պոտիսյան, համար 7 Արաս Ուքյասյան, համար 9 Միշա Սերոպյան, համար 10 Սպարտակ Ավետիսյան, համար 11 Էդմոն Չոբանյան, համար 13 Հարութ Յախանյան, համար 17 Արման Հակոբյան, համար 21 Գոր Յախանյան և համար 30 Գարուն Խաչատրյան։ Real Madrid համար 5 Մանուշավան Եղիազարյան, համար 8 Էրիկ Կարապետյան, համար 9 Արսեն Աբոյան, համար 10 Էրիկ Մանուկյան, համար 23 Գոր Մանուչարյան, համար 28 Արմեն Ապերյան և համար 77 Սիրեկ Մակթախյան։ Գոլ բարեկամներ, հաշիվը բացված է Ռեալը, շատ արագ կարողանում է բացել խաղի հաշիվը։ Եվ գոլի եղինակը Էրիկ Մանուկյանն է, համար 10։ Arsenal-ն է գնդակով։ Եվ իմ Arsenal-ի ֆուտբոլիստները կանեն իհարկե հնարավոր ամեն ինչ, որպեսզի հավասարեցնեն հաշիվը։ Կարապետյանը խախտել է կանոնները։ Շատ արագ, այո, Ռեալը կարողանում է բացել խաղի հաշիվը։ Էրիկ Մանուկյանը, ով գտնվում է իհարկե բավականին լավ մարզավիճակում, կարողացավ առաջ մղել իր թիմին, հարված և շեղեր հարվածը։ Հիմա Ռեալի դարպասապա գնդակը մսնի խաղի մեջ, փոխանցում առաջ, հեռացված է գնդակը։ Եվ հիմա տեսնենք Arsenal-ի հակագրոհը, փոխանցում դեպի Զախիազար։ Ուժեղ էր փոխանցումը։ Կարապետյան։ Սարոյան։ Չեն շտապում Ռեալի ֆուտբոլիստները։
Կարճ ու միջին տարածության փոխացումները փորձում են շարժվել առաջ։ Մի փոքր ընկավ խաղի տեմպը, գոլից հետո Ռեալն է գնդակով, հարված, հանաճող էր Գոր Մանուչարյանի հարվածը, Սարոյանը տիրում է գնդակին և ետ փոխանցում դեպի դարպասապահը, Աբոյան ստանում է գնդակի կենտրոնում, Գոր Մանուչարյան, հրաշալի են համագործակցում խաղադաշտում Ռեալի ֆուտբոլիստները, Հիմա տեսնենք Արսենալի հերթական գրոհ ինչպիսի զարգացում կստանա։ Եղազարյան։ Խնդում են գնդակ Արսենալի ֆուտբոլիստները, փոխանցում Աչեզար։ Վտանգավոր դրությունը հարված և դարպասապահը տիրում է գնդակին և այն անմիջապես ուղարկում է դեպի Մանուկյանը։ Սլանում է առաջ Էրիկ Մանուկյանը, հարված և հրաշալի է խաղում, Արսենալի դարպասապահը փրկելով դրությունը, անկյունային հարված Գոր Մանուչարյանը կիրասնի անկյունայինը, Վտանգավոր դրություն է, չհասավ գնդակին Արսենալի ֆուտբոլիստը, Հանդիպան 7-երորդ րոպեն է, Ռեալը առջևում է հաշվի մեջ։ Թույլ չեն տալիս փոխանցում կատարել Արսենալի ֆուտբոլիստին։ Կրկին Արսենալն է գնդակով։ Մանուկյանը խլում է գնդակը։ Հրաշալի է խաղում փոխանցում ուժեղ էր փոխանցումը։ Եվ Ռեալի պատասխան գրոհը փոխանցում առաջ, անհաջող էր փոխանցումը և հերթը Արսենալինն է գրոհելու։ Այո, շատ են այսօր սխալ փոխանցումները երկու թիմերի ֆուտբոլիստների կողմից էլ։ Հրաշալի փոխանցում է, ասա խաղընկերը փոխանցմանը։ Մանուչարյան, Կարապետյան, խապս է տալիս։ Խաղի կանոնների խախտում է արձանագրում Կարիկ Բեգյանը։
ճիշտ է երկու թիմերն էլ անդադար գրոհում են, բայց գրոհները այդքան էլ վտանգավոր չեն։ Չնայած որ Ռեալին արդեն հաջողվել է մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը։ Կրկին անհաջող փոխանցում։ Հարված Ռեալի դարպասից Նանջել է Գորմանուչարյանը։ Կորսնում է գնդակը հիմա Արսենալի ֆուտբոլիստը Կարապետյան։ Մանուկյան հարված։ Եվ երթական անկյունային կիրասնեն Ռեալի ֆուտբոլիստերը Արսեն Աբոյանն է։ Պատրաստում իրացնել անկյունային հարվածը։ Խաղարկում են այն Մանուչարյան հեռացված է գնդակը բայց մնում է Ռեալի մոտ Կարապետյան անհաջող փոխանցում Ռեալն է գնդակով, հեռացված է գնդակը։ Հրաշալի են խաղում այսօր Ռեալի ֆուտբոլիստները, համ հրաշալի հարձակվում են, համ հրաշալի կերպով պաշտպանվելով թույլ չեն տալիս մրցակցին հեշտությամբ մտնել իրենց տուգանային հրապարակ։ Իհարկե Արսենալը ևս հրաշալի է պաշտպանվում։ Կրկին անհաջող փոխանցում։ Երկար փոխանցում առաջ։ Տանգավոր գրող կարող է ստացվել։ Հարված։ Եղիազարյանը հեռացնում է գնդակը։ Մանուկյան փոխանցում Գորմանուչարյանին։ Վտանգավոր դրություն է հրաշալի գոլ կստացվեր իհարկե եթե կարողանար Էրիկ Կարապետյանը հաջող հարված կատարել Մանուչարյան Աբոյան, հարված, անկյունային, անկյունային իրացված է, հանդիպան 14-րդ րոպեն է բարեկամներ, Արսենալ Ռեալ Մադրիդ 1-0 Հաշով աղթում է Ռեալը Սաֆ էլի Վինթեր կապի Անդրանիկ տուրի Հանդիպում է
Arsenalն է գրոհում։ Սարոյան Գորմանոչարյան փորձեց իհարկե շրջանցել չկարողացավ ետ փոխանցում չկարողացավ ընդունել գնդակը Արսեն Աբոյանը այս մնում է գնդակը Ռեալի մոտ Մանոչարյան խաբս է տալիս փոխանցում է պետք կատարել Մանուկյան Չեզոքացնում են սպառնալիքը Արսենալի ֆուտբոլիստները կարողացավ փոխանցում կատարել Սարոյանը դեպի դարպասապահը այո խախտեց Էրիկ Մանուկյանը կանոնները Աչեսրով Արսենալը ձեռնարկում է հերթական գրոհը փոխանցում Հեռացված է գնդակը չհասավ Մանուկյանը գնդակին սակայն վաստակում է եզրային նետման իրավունք Կարապետյան անհաջող է Էրիկ Կարապետյանի փոխանցումը և Արսենալի արագ հակագրոհը ձախեզրում Փոխանցում Չասավ փոխանցմանը խաղընկերոջը Եվ Գորմանոչարյանը հնարավորություն է ստանում զարգացնելու թիմի արագ հակագրոհը Աբոյան, Մանուչարյան Կորսում է գնդակ Էրիկ Կարապետյանը Մանուչարյան Աբոյան Գրոհ շարունակվում է Հարված Հրաշալի հարված էր սակայն Հրաշալի է խաղում Արսենալի դարպասապահը գնդակը դուրս հանելով անկյունային Փոխանցում, հեռացված է, հարված Չստացվեց հարվածը Սարոյան Փոփոխություն Արսենալի կազմում Մետիսյան Շարժում է առած Սպարտակ Ավետիսյանը Հարված Հրաշալի խաղաց Ռեալի դարպասապահը Եվ հիմա Արսենալը եզրից կնետի գնդակը խաղի մեջ Փոխանցում Դարպասապահը իր բարձուկների վրա է տիրում է գնդակին և անմիջապես ուղարկում դեպի Եղիազարյանը, որն էլ փոխանցում է կատարում Արսեն Աբոյանին Մանուկյան
Տեսեք, չեն շտապում Ռեալի խաղացողները։ Հրաշալի փոխանցումներով շարժում են առաջ։ Անհաջող փոխանցում կատարեց Մանուչարյանը, բայց վարկյանները գնդակը հայտնվում է նրա մոտ, Մանուչարյան։ Խապս է տալիս, չկարողացավ շրջանցել Արսեն Աբոյանը, բայց վաստակում է եզրային նետման իրավունք։ Հասնում է գնդակին Սարոյանը։ Հրաշալի փոխացում դեպի Մանուչարյանը, Մանուչարյան։ Մանուկյան, հարված, փակում են հարվածի ճանապարհը։ Հնաջող փոխանցում էր Ավետիսյան։ Փոխանցումը անհաջող էր։ Աբոյան փոխանցում է պետք կատարել և խաղի կանոնների խախտում։ Արագ խաղարկում Կարապետյան։ Դանդաղեց Աբոյանը գնդակն ընդունելիս և կորցրեց գնդակը։ Հիմա Արսենալի արագ հակագորը տեսնենք, հարված։ Վնասվածք հարված ստացավ Սարոյանը։ Սուլիչիկը կարող է շարունակել հանդիպումը։ Ռեալն է գնդակով Մանուչարյան։ Եզրային նետում Այո, խաղի տեմպը ընկել է բարեկամներ, գրողները զուրկ են սրությունից, սակայն գնդակը վարկյանների ընթացքում մի կիսադաշտից հայտնվում է մյուսում։ Արսենալն է գնդակով, անհաջող փոխանցում։ Եվ անկյունային հարված տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունային Արսենալի ֆուտբոլիստները։ Խաղարկում են այն, փոխանցում։ Հեռացված է և ստանում է գնդակը Էրիկ Մանուկյանը և հնարավորություն է ստանում շարժվելու առաջ։ Մանուչարյան։ Ուժեղ էր փոխանցումը։ Սարոյանի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Արմեն Ապերյանը։ Կրկին Արսենալն է գնդակը փոխանցում, Ապերյանը հեռացրեց գնդակը։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Ռեալը հաղթում է Էրիկ Մանուկյանի խփած միակ գոլի շնորհիվ։
Արսենալի գրը կենտրոնով սլանում է առաջ, փոխանցում Եղիազարյան Կարապետյան հրաշալի խաղում վնասվածք է ստացել Էրիկ Կարապետյանը հարված Հուսանք վնասվածքը լուրջ չի լինի Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը Փոխանցում Եղափոխում է կենտրոն, փոխանցում Հերթական անկյունային կիրացնեն Արսենալի ֆուտբոլիստները Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Հարված Եվս մեկ հարված և դարպասապա Հեռացնում է գնդակը Բայց առաջին խաղակեսն ավարտվում է Ռեալը հաղթում է նվազագույն հաշվով Այս պայն կարճատև դատար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Աֆելի Winter Cup-ի առաջին տուրի Arsenal Real Madrid հանդիպումը սկսված է երկրորդ խաղակեսը առաջին կեսից հետո Ռեալը հաղթում են նվազագույն հաշվով Էրիկ Մանուկյանի խփած գնդակը դեռևս միակն է այսօրվա խաղում Քիչ թե շատ վտանգավոր առաջին խաղակես ունեցանք հետաքրքիր Փուլ առ փուլ թիմերը ակտիվանում էին, սկսում էին Մեկը մյուսի հետևից անանք ստացել մրցակցի դարպասապային և պաշտպաններին Սակայն դեռևս ընդամենը մեկ գնդակ ունենք խփված այսօրվա խաղում Տեսնենք ինչ ընթացք կունենա երկրորդ խաղակեսը Ապերյան Վտանգավոր դրություն է հեռացնում են գնդակը Ռեալի ֆուտբոլիստները Մանուչարյան Անհաջող փոխանցում էր Արսենալի գրոհը կենտրոնով տեսնենք ինչպիսի ընթացք կստանա Անհաջող փոխանցում էր Մանուկյանը ստանում է գնդակը և շարժում առաջ Հարված Հրաշալի խաղաց Արսենալի դարպասապահը Եվ Ռեալը եզրից կնետի գնդակը խաղի մեջ Փոխանցում Շոզոքացնում են սպառնալիքը Արսենալի ֆուտբոլիստերը և փորձում ձեռնարկել իրենց հերթական Հակագրոհը բայց անհաջող փորձ էր Կարապետյան Կարապետյան Փորձեց հարմարեցնել դիրքը, որպեսզի հարվածի, բայց թույլ չեն տալիս Սարոյան հարված շեղեր Սակայն մինչ հարվածել Արսենալի ֆուտբոլիստը խախտել էր կանոնները
Եվ վտանգավոր դիրքում Ռեալը ստանում է տուգանային հարվածի իրավունք, Երիկ Կարապետյանը հարվածի դարպասին։ Կարապետյանը տիրապետում է բավականին հուժկու հարվածների։ Տեսնենք ինչպես կիրասնի այս տուգանայինը։ Կարապետյան, հարված և անկյունային։ Այդքան էլ հաջող հարված չէր, բայց վաստակեց ամեն դեպքում անկյունային իրավունք Անուշավան Եղիազարյանն է իրացնում անկյունայինը, փոխանցում, չհասավ գնդակին Ռեալի ֆուտբոլիստը Մանուկյան, փոխանցում, Ռեալի ֆուտբոլիստները պահանջում են 11 մետրանոց հարված, բայց մրցավար այդ կարծիքին չէ, կրկին անկյունային հարված, փոխանցում դեպի տուգանային հրապարակ, հարված բարձր էր։ Գորման Օչարյանը հարվածեց դարպասին։ Արսենալի գրոհը ձախ եզրով։ Մանուկյան, ետ փոխանցում։ Ավետիսյան։ Թույլ չեն տալիս Ռեալի ֆուտբոլիստները մրցակցին մտնել իրենց տուգանային հրապարակ, փոխանցումն անհաջող էր։ Սարոյան։ Անհաջող փոխանցում կատարեց Գորման Օչարյանը, բայց Արսենալն է գնդակով։ Կարապետյանը խլեց գնդակը, բայց խաղի կանոնների խախտման գնով Փոխանցում, հեռացված է գնդակը։ Գրոհ շարունակվում է։ Եվ Ռեալի դարպասապատիրում է գնդակին եւ այն անմիջապես ուղարկում դեպի Մանուչարյանը, որը կենտրոնով սլանում է առաջ։ Կորցրեց գնդակը Մանուչարյանը։ Եվ Արսենալի արագ հակագրոհը։ Ավետիսյան, Ավետիսյան հարված, հրաշալի խաղաց Ռեալի դարպասապահը, բայց գրոհը շարունակվում է։ Խլեցին գնդակը Ռեալի ֆուտբոլիստները և հարված դարպասից։ Ավետիսյան հրաշալի փոխանցում էր։ Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, անկյունային հարված իրացնեն Արսենալի ֆուտբոլիստները, խաղարկում են այն Ավետիսյան։
Մանուկյանը խլում է գնդակը և սլանում առաջ, հրաշալի հնարավորություն, հարված և գոլ, այո Էրիկների բենեֆիսն աշխատում է այսօր ևս, Էրիկ Կարապետյան, երկու զրո ռեալը կրկնապատկում է հաշիվը, Էրիկ Կարապետյան, բազմիցս այս դուետը հրաշալի խաղի շնորհիվ կարևոր հաղթանակներ է պարգևել Ռեալին, այսօր ևս Էրիկ Կարապետյանը և Էրիկ Մանուկյանը կարողանում են դեռևս հաղթանակ պարգևել Ռեալին, չնայած որ խաղը դեռ առջևում է, Մանուկյան, փոխանցում, ապահովության համար Սարոյանը ետ փոխանցում կատարեց, փոխանցում առաջ, Եղիազարյան, սայտակեց Անուշավան Եղիազարյանը, վտանգավոր դրություն է և փրկում է դրությունը Ռեալի դարպասապահը, բայց գրոշ շարունակում է, բարձր էր հարվածը Սպարտակ Ավետիսյանի։ Մանուկյան, Մանուչարյան, չկարողացավ ընդունել գնդակը Եղիազարյանը, բայց մնում է գնդակը նրա մոտ, կենտրոնով Արսենալի ֆուտբոլիստը շարժում է առաջ, փոխանցում և Ռեալի դարպասապահը տիրում է գնդակին և այն անմիջապես ուղարկում դեպի Մանուչարյանը, ով շարժում է առաջ, հարված և շեղեր։ Արսենալն է գնդակով, փոխանցում կենտրոն, հարված, բարձր է ընթանում հարվածը, հարված, ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում Արսենալի 10 համարը, 13 համարը ներողություն, Հարութ Յախանյան, Հարութ Յախանյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում կրճատելով հաշվի տարբերությունը, բավականին հուժկու հարվածով կարողացավ գրավել մրցակցի դարպասը, Ավետիսյան փոխանցում, անհաջող էր փոխանցումը և հարված Ռեալի դարպասից, խլում է գնդակը, Յախանյան, Ռեալը խլում է գնդակը, Կարապետյան,
հրաշալի խաղում Արսենալի ֆուտբոլիստը։ Ավետիսյան կորցնում է գնդակը։ Եվ Ռեալի հակագրոհը։ Խաղի 40-րդ րոպեն է, Ռեալը հաղթում է 1-2 հաշվով։ Փոխանցում, հարված, հրաշքով գնդակը չհայտնվեց Ռեալի դարպասում, անկյունային։ Փոխանցում, վտանգավոր դրություն է, հարված։ Մայիս գնդակ անգի հետևոտ Տուգանային հարված Արսեն Աբոյանն է գնդակի մոտ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հարված Եվ ինչպիսի վտանգավոր պահ էր Էրիկ Կարապետյանը հարվածեց դարպասին Հասնում է գնդակին Արսենալի ֆուտբոլիստը և հաստատում եզրային նետման իրավունք հրաշալի համագործակցություն և անկյունային հարված Յախանյան շեղեր Փոխանցում առաջ դեպի Աբոյանը շրջանցում է մրցակցին Անհաջող փոխանցում էր Անուչարյան հրաշալի փոխանցում դեպի Էրիկ Մանուկյանը հեռու տարածությունից հարվածում է և անկյունային Աբոյանն է պատրաստում իրացնել անկյունային հարվածը փոխանցում չկարողացավ հարվածել վտանգավոր դրություն է և գոլ Գոլ բարեկամներ 3-1 և կրկին Էրիկ Կարապետյան դուբլ հրաշալի կերպով նշեց գոլը Կարապետյանը Այո, կրկին գոլի հեղինակ է դառնում Էրիկ անունով ֆուտբոլիստը կրկին Կարապետյան
Հրաշալի խաղ են ցույց տալիս այսօր Ռեալի ֆուտբոլիստները։ Ավետիսյան Խանցու Շարունակվում է Յախանյան Տիրում է գնդակին Ռեալի Տարապասապաս, սակայն փոխանցումը դեպի Արսեն Աբոյանը չստացվեց Կրկին Աբոյան Մանուկյան Հերթական անկյունայինը կիրասնեն Ռեալի ֆուտբոլիստները Խաղարկում են անկյունայինը, երբ փոխանցում դեպի Մանուչարյանը Հարված շեղեր Խլում է գնդակը Մանուկյանը Աբոյան Հալակակագրո, ավետիսյան փոխանցում Աչեզեր Հարված Հեռացնում է գնդակը դատակ դարպասից Անուշավան Եղիազարյանը Հինգ րոպե Հանդիպման ավարտին փոխանցում Հրաշալի հարված էր, բայց անհաջող ստացվեց Փոփոխություն Ռեալի կազմում Արմեն Ապելյանը մտավ խաղադաշտ Անուշավան Եղիազարյանի փոխարեն Բավականին կոպիտ խաղթում ստացվեց Կզգուշացվի իհարկե Էրիկ Կարապետյանը Արսենալ, Ռեալ Մադրիդ, 1-3 Վինթեր կապի առաջին տուրի հանդիպում է Արսենալն է գնդակը փոխանցում Սարոյանը գնդակը հեռացնում է և անկյունային հարված Փոխանցում, հեռացնում են գնդակը Բայց գրո շարունակվում է Յախանյան Խապս է տալիս Հարված Վտանգավոր հարված էր Քիչ ժամանակ է մնում բարեկամները խաղի ավարտին, մոտ 2 րոպե Աբոյանը առաջինն է հասնում գնդակին և փոխանցում դեպի դարպասապահը Մանուկյան Չասա փոխանցումը հասցեատիրոջը
Փոխանցել է պետք հրաշալի խաղում Մանուչարյանը։ Մանուկյանը ստանում է գնդակը, շարժում է առաջ կենտրոնով, Աբոյան։ Հրաշալի է խաղում Աբոյան, փոխանցում հարված։ Ավետիսյան։ Հարված, հրաշալի է խաղում դարպասապահը։ Չկա խաղի կանոնների խախտում, ամեն ինչ մաքուր էր, բայց գրո շարունակում է Արսենալի, դարպասաձողն է հիմա էլ փրկում Ռեալին, խուճապ է Ռեալի տուգանային հրապարակում և եզրային նետման իրավունք են վաստակում հիմա Արսենալի խաղացողները։ Փոխանցում դեպի տուգանային հրապարակ, ուժեղ էր փոխանցումը և հարված Ռեալի դարպասից։ Թողնում է գնդակը դեպի Մանուկյանը, հրաշալի է և ինչպիսի վտանգավոր գրոհ է։ Ուղղայեց դարպասաձողը փրկեց հիմա Արսենալին։ Հիմա էլ կարող էր Էրիկ Մանուկյանը դառնալ դուբլի հեղինակ, բայց հրաշքով գնդակը չհայտնվեց Արսենալի դարպասում։ Փայլուն համագործակցություն։ Եղիազարյան հարված։ Եվ աշիվը դառնում է 4-1։ Անուշավան Եղիազարյան։ Եվ վերջ բարեկամներ հանդիպումը ավարտվում է։ Ռեալը Winter Cup-ի առաջին տուրում կարողանում է հաղթել Արսենալին 4-1 հաշվով։ Հրաշալի խաղ են ցույց տվեցին այսօր Ռեալի ֆուտբոլիստները։ Շնորհավորում եմ հրաշալի խաղի գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ։ Եվ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար կազմակերպել էր Աֆելի ստեղծագործական թիմը։ Խաղի ընթացքին ձեզ օգնեց հետևել Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։